Բարև ձեզ հետ բժշկուհի Արմինե Դավթյանն է, և այսօր միասին կպարզենք չիայի սերմերի օգտակար հատկությունները։ Չիայի սերմերը սննդակարգում ներառելու դեպքում օրգանիզմը կարող է ստանալ սպիտակուցներ, չհագեցած ճարպաթթուներ, մասնավորապես օմեգա 3 ճարպաթթուներ, բջջանյութ, վիտամիններ, անտիօքսիդանտներ և միներալներ։ 100 գրամ չիայի սերմերը պարունակում են շուրջ 35 գրամ բջջանյութ, որը անհրաժեշտ է աղիների նորմալ աշխատանքի և մարսողության համար։ Այսպիսով, այն օգնում է կանխարգելելու փորկապության և աղիների ուռուցքային հիվանդությունների առաջացումը։ Չիայի սերմերը ունեն անտիագրեգատային ազդեցություն, այսինքն խոչընդոտում են թրոմբոգոյացումը և դրական ազդեցություն ունենում արյան ճնշման վրա։ Այս սերմերը ունեն նաև հակախոլեստերինային ազդեցություն, նվազեցնում են աթերոսկլերոզի և սրտի իշեմիկ հիվանդությունների առաջացման ռիսկը։ Չիայի սերմերը օգնում են նիհարել, քանի որ ապահովում են երկար հագեցվածության զգացում։ Չիայի սերմերի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել շաքարային դիաբետի առաջացման ռիսկը, քանի որ այն նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Ինչպես օգտագործել չիայի սերմերը։ Այն նախապես անհրաժեշտ է լցնել ջրի, կաթի, կեֆիրի, մածունի կամ յոգուրտի մեջ և ուռչելու համար թողնել մի քանի ժամ։ Արդյունքում մածուցի գելանման զանգված է առաջանում, որը կարելի է հենց և այդպես օգտագործել և կարելի է ավելացնել թխվածքների, շեյքերի կազմում կամ օգտագործել մրգային դեսերտների հետ միասին։ Այսպիսով, չիայի սերմերը մի շարք օգտակար հատկություններով օժտված հիանալի սննդային հավելում են առողջ ապրելակերպի համար։ Սակայն չիան չի կարող փոխարինել դեղորայքային բուժմանը, որը նշանակվել է բժշկի կողմից։ Գանգատների առկայության դեպքում անպայման անհրաժեշտ է դիմել բժշկի։ Չիան կարող է լինել հիանալի օժանդակող կամ պրոֆիլակտիկ միջոց։ Այսքանը, առողջ եղեք։